Ողջույն բոլորին, այս տեսանյութում փետրվարի 8-ի լուսնային օրացույցն է։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում, բոլոր տարվա ծնված նշաններին է սա վերաբերվում։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 8-ին։ Ուղղություն եմ, որը ճիշտ է ձեզ համար, այսինքն այդ օրը ոչ է ուղղություն կընտրեք եւ հստակ նաեւ կարող է ժամանակ սահմանեք, բայց այդ ժամանակի մեջ չեք տեղավորվում կարծես թե։ Կամ օրվա ընթացքում ինչ որ մի բան պետք է անեք եւ ուղի եք ընտրում, հա, սա այսպես կանեմ, բայց ժամանակի մեջ չեք տեղավորվում, ժամանակը քիչ է, ժամը ուշանում եք, հա, ինչ որ միտեղ, ամենայն դեպս պետք է այդ հարցում ուշադիր լինել։ Որտեւ հետո խոչընդոտներ է առաջանում այդ ուշացման հետ կապված կամ ժամանակը չբավականացնելով։ Մի խոսքով այդ օրը, հա, ինչ որ ուղի կընտրեք, նաեւ ոմանք այստեղ ժամանակն է ինչ որ մի բան սկսելու համար, որևիցե մի բան անելու, առաջ տանելու համար, նաեւ դե ժամ կպայմանավորվեք կամ կփորձեք ժամ պայմանավորվել, որովհետեւ հետո խոչընդոտներ կան, նաեւ դա կարող է լինել պատվեր են տվել եւ հա ժամի մեջ պետք է տեղավորվեք, դա եւս հա կարող եք այստեղ չտեղավորվել։ Տեսնենք լավ այս խոչընդոտները ընդհանրապես ինչ են ասում։ Ճանապարհի հետ է կապված, առաջ տանելու հետ է կապված որևիցե մի գործերը, այնպես որ այստեղ պետք է, հա, այդ օրը շատ գործ չպետք է առաջ տանեք, կամ ինքը այսպես թե այնպես կիրակի է դրա համար չեք կարող գործեր առաջ տանեք։ Կամ նաև սա ճանապարհի հետ է կապված։ Եթե ինչ-որ մեկը այդ պայմանավորված եք այդ օրը, ապա այնպես արեք, որ մի փոքր տանից շուտ դուրս գաք, որովհետև հա խցանումներ կարող են լինել եւ դուք ուշանաք, հա, եւ դա ձեզ համար խոչընդոտներ դառնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 8-ին։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, հաջողություն ունեք հաջողության հետևից, այստեղ է եւս էլի մեկ հաջողություն հիանալի օր է, այդ օրը ձեզ համար ուղղակի պետք է օգտվեք ինչ-որ առիթներից, որոնք որ ձեզ ընձեռվում են այդ օրը։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև կարող եք ինչ-որ մի բան խնդրել։ Որից է տեղեկատվություն կլսեք այն մարդու մասին, ով որ ձեզ հենց հեռու է ապրում։ Նաև հաջողություն այստեղ դռները բաց կլինեն ձեր առջև, որից է հարցին լուծում կտակ այդ օրը։ Խոսքով հիանալի օր է, նաև ավելի ինչ որ գործեր կհեշտանան ձեզ մոտ, այսինքն դռները բաց են, հեշտանում է, որովհետեւ գործ էլ ինչ է մնում ձեզ, որ ուղղակի օգտվեք այդ առիթից, եւ անեք այդ օրը ինչքան հնարավոր է շատ գործ, շատ ինչ որ մի բան, որը որ հետ էր ընկել, որը որ մնացել էր ձեզ մոտ։ Այնպես որ այդ հնարավորությունից ուղղակի պետք է օգտվել։ Հիանալի օր է, հիանալի, միայն հաջողություններով լի օր է։ Եթե ուզում եք ինչ-որ մեկից հաշտվել կամ հա ինչ-որ, ապա եւս հիանալի օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 8-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք որևիցե մարդկանց հետ։ SMS կգրեք, հա, ինչ որ նմանատիպ կամ փաստաթղթերը կդասավորեք, որպեսզի ինչ որ միտեղ տանեք հաջորդ օրը կամ ինչ որ բաներ եք ցուցակներ եք գրանցում, ոչ հարցեր եք լուծում, հա, փաստաթղթերի հետ կապված, եթե Xerox-ը բաց է, կարող եք գնաք նաև Xerox անեք։ Դե նորություններ կլսեք որևիցե մարդկանց մասին։ Եվ այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին, այստեղ չի բացառվում նաև անցյալի հետ կապված լինի այդ էմոցիաները կամ անցյալի որևիցե մարդկանց հետ կապված լինի դրանք։ Ամենայն դեպս նաև շփում կունենաք ձեր մայրիկի հետ, սա նաև
ոչ ռոմանտիկ պահեր են դիմացինի հետ, ինչ որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք կամ նորություն կարող եք լսել, որը ձեզ համար ինչ որ չափով նաև գաղտնիք կարող է լինել, կարող է լիարժեք չհասկանաք, լիարժեք չի բացահայտվում, հա, դա ձեզ համար այդ հարցը։ Նաև ոմանք այստեղ կարող է անցյալից ոչ մարդկանց հանդիպեք կամ ինչ որ ասացի էմոցիաները անցյալի հետ են կապված, հենց մարդ եք տեսնում, հիշում եք անցյալը կամ ինչ որ մի բան է կատարվում, կամ նաև մտածում եք այ անցյալում ինչ որ բան եմ արել, հիմա էլի նույնից բերեմ, հա, այդպես ոնց որ ոգևորված, էմոցիոնալ, հա, նորից այդ նույն բաները անեմ, որպեսզի հա նորից էլի ունենամ այն ինչ որ ունեի այն ժամանակ, այդպես։ Այսքանը ձեզ համար, կամ անցյալի հիշողությունների օր է սա, կամ անցյալից ինչ որ մարդ է գալու, որ եւս հա իր հետ խոսելուց թեկուզ նամակով էլի էմոցիոնալ լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նպաստակներին։ Ինչ է սպասվում նպաստակներին փետրվարի 8-ին։ Հաջողություն, դռները բաց են ձեր առջև, որ գործեր կարող եք անել, ավարտել, յուրաքանչյուր հարցին այստեղ լուծում կարող եք տալ, նաև հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, կամ նոր ընկերներ ձեռք կբերեք, նաև այդ օրը մանրուքներին պետք է ուշադրություն դարձնեք, կամ մանր-մունր գործ եք անելու, կամ մանր-մունր խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք, կամ ինչ որ հարցեր են, որոնք եթե ձեզ օրինակ առաջարկում են, ապա եւս պետք է այստեղ ուշադրություն դարձնեք դրան, կամ լավ ուսումնասիրեք։ Յուրաքանչյուր բան, հա, այդ օրը ձեզ ասում է, որ լավ ուսումնասիրեք, լավ հետաքրքրվեք, լավ վերանայեք, լավ մանրակրկիտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 8-ին։ Ինչ որ մի բանի վրա բարկացած եք, բայց այստեղ կարող է բորբոքվածությունը անդրադառնա ձեր սիրելի մարդկանց, տեսնենք սա ինչ եք բորբոքված։ Մանրուքների վրա եք բորբոքված, ինչ որ սա ինչի էսպես այցի, նասկիտ ինչու է այստեղ, ինչ որ պահեր են, որը վերաբերվում է ձեր ինչ որ կամ ընկնելու եք մանրուքների հետևից, դա է, հա, բորբոքման պատճառը եւ անընդհատ ոնց որ վեճ, կռիվ, խոսակցություն, այդպես բորբոքված խոսել, ինչ որ պահեր են այստեղ։ Եվ ոմանց սիրո խոստովանություն այդ օրը կանեն, կամ դուք կանեք սիրո խոստովանություն, ձեզ սիրված կզգաք, նաև ձեր հարազատների շրջապատում կլինեք, հետո ծնողների հետ եք, նաև գիրակի եկող առիթ է, այստեղ որ ամեն ինչը ճիշտ լինի, այդպես, եթե ձեր առիթն է, հա, ասենց մանրուքները, վայ անձեռոցիկը թեքա, վայ պատարակը թեքա, կարող այդպես դրա վրա մի քիչ ավելի բորբոքվեք, եթե նման, հա, ինչ որ առիթ կա ձեզ մոտ օրինակ։ Եվ նաև այստեղ կարող եք այցելել ոչ թե գեղեցկության սրան, նաև ոչ թե բժշկական կենտրոն, հա, ձեր առողջությանը հետևելու համար։ Նաև ձեր ծնողներին կարող եք հանդիպել, ձեր ընտանիքում է ոչ արարողություն եւ այդպես ուրախ եք, կամ ընտանիքի անդամներից ինչ-որ մարդիկ են գալիս, իրենց եք տեսնում այդպես լավ, եւ ձեր սիրտը ուրախ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 8-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, սա երկու քարտ դուրս եկավ, հանդիպում կամ շփում ձեր ընկերոջ հետ, խոսակցություն կամ իրար հետ ինչ-որ մի տեղ կարող եք գնալ, ինչ-որ մի բան անել իրար հետ, բայց այստեղ կամ ձեր ընկերոջ մոտ է այդ խառնաշփոթ լաբիրինթ վիճակը, կամ ձեզ մոտ է, հա, ոնց որ մեկը մյուսին այդ օրը պետք է աջակցի, պետք է օգնի այդ հարցում։ Դուք եք խճճվել, կամ ընկերոջ հետ հանդիպումից հետո եք խճճվում, միգուցե իր
խորհուրդներից հետո եք խճճվում, չի բացառվում։ Եվ դժվարանում եք լաբիրինթից դուրս գալ, բավականին այստեղ էմոցիոնալ կարող եք լինել։ Սա երկուսն էլ ընկավ, սա ասում է, որ մի հատ լավ ուսումնասիրի մանրակրկիտ։ Եթե լավ ուսումնասիրես, կկարողանաս ելքը գտնել, թե ինչ անել, ինչպես անել։ Լավ ուսումնասիրի էմոցիաները դիր մի կողմը եւ մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո կկարողանաք գտնել, որից է ելք այդ հարցին լուծում տալու համար, որի մեջ խճճվել եք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 8-ին։ Հանդիպում, շփում որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Ինչ-որ կին է, որ կամ մեկ ակնթարթ իր մոտ ինչ-որ մի բան կփոխվի, կամ ինքը ինչ-որ մի բան կանի, որ ձեզ մոտ մեկ ակնթարթում ինչ-որ մի բան կփոխվի ձեր կյանքում։ Նաև սա խաղ է, կարող է մեկ րոպե։ Նաև այս կնոջ հետ կարող եք օրինակ երեխաներին տանել որևիցե խաղատուն, որևիցե խաղասրահ։ Դե նաև այստեղ հարաբերություններին, եթե նայենք, ապա այստեղ անլրջություն է որևիցե հարաբերություններում։ Նաև այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք եւ այստեղ ինչ-որ մի բան որ ձեզ մոտ գաղտնիք է մնում, հա, ինչ-որ գաղտնի է մնում ոչ է մի բան, ամբողջը լիարժեք չի ձեզ մոտ, նաև շփում ձեր մայրիկի հետ, ոմանց համար սա ռոմանտիկ ժամադրություն է։ Եվ տան հետ կապված ոչ է հարցեր են, գուցե էմոցիոնալ եք տան անդամների հետ կապված, էմոցիոնալ եք տան հետ կապված հարցերում, նաև այստեղ կարող է հյուրեր եք ընդունում, ոնց է առիթ է, հա, ինչ-որ ծնունդ է, կնունք է եւ այլն կամ ինչ-որ պահեր են տան մեջ, եւ տեղափոխություն դա կարող է լինել, բնակարանը, տարածքը, հյուրեր կարող եք շատ ընդունել այդ օրը։ Ինչ-որ մի բան է, մի խոսքով տան հետ կապված, կարող մաքրություն է, ընդհանուր գլոբալ մաքրություն եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կայծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 8-ին։ Կարող եք խորանալ անցյալի մեջ, անցյալից որևէ մարդիկ հանդիպեք, նախկին աշխատակիցներին, տնօրենին եւ այլն, հա, ինչ-որ մարդկանց, ում որ նախկինում եք ճանաչել։ Նաև սա աշխատանք է, որ կարող են ձեզ էլի առաջարկել այն աշխատանքը, որ նախկինում եք արել, կամ այստեղ նաև ինչ-որ պահեր են կարող է անցյալում, ինչ-որ հիշում եք, ինչպես եք օրինակ գումար վաստակել, հա, եւ այդպես նաև իրենց եք, հա, կամ այդպես վերադառնում եք այդ նույն գործին, որ նույնպես հա, մի խոսքով նույն գումարը վաստակեք։ Նաև այդ օրը գումար կծախսեք, գումար կստանաք, նաև այդտեղ չի բացառվում անցյալից խոսակցություններ վեճ գումարի պատճառով, կամ դուք եք պարտք կամ ձեզ են պարտք, կա դա է, որ խոսակցություններ կարող են լինել։ Եվ դե գումար կստանաք, գումար կծախսեք, միգուցե ծախսելուց հետո այստեղ նաև վեճ է լինում, հա, որ թե ինչու ես օրինակ այդքան գումար ծախսել, այդքան գումար օգտագործել նաև։ Ամենայն դեպս վեճը կա, կամ ոմանք այստեղ կարող են գալ տուն, հա, կամ գումարը ստանալ, գումարը ծախսել, հետո գալ տուն, հավաքել տունը, մաքրել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 8-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ։ Տեսնենք ով է այս տղան։ Էլի տղայի է։ Կամ ձեր եղբայրն է այստեղ, կամ ինչ-որ մեկն ամենայն դեպս կարող է ցույց է տալիս տարիքը ուղղակի այստեղ։ Տեսնենք։
Կարող է օրինակ դրսում փորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ ինչ-որ բան եք կարող պատվիրել, այդ տղան է բերում ձեզ մոտ, հյուր է գալիս, դուք եք գնում իր տուն հյուր, կա ձեր տղան է, ձեր եղբայրն է։ Նա նորություն կլսեք ամենայն դեպս իրենից։ Ինչ որ կարծես թե կարևոր մարդ է, կամ նաև սա կարող է լինել երկու տարբեր տղամարդիկ, ովքեր որ կփորձեն ձեզ հետ օրինակ դրսում ծանոթանալ, եթե այդ օր դուրսում կլինեք։ Նաև այդ օրը ինչ որ լաբիրինթ է, որը մարդը խճճվում է մեջը, եւ չի կարողանում այդ լաբիրինթից դուրս գալ, կամ շատ ցիկլային աշխատանք է, օրինակ, ոնց որ օրվա ընթացքում անդադ նույն բանն է կանում, կարող դա է ձեզ հոգնեցրել, եւ ոնց որ խճճվել եք, էլ չեք կարողանում անել, նույն բանը կարող մարդիկ կան, որ ձանձրանում են անդադ նույն բանն անելուց, ունեք ես։ Եվ այստեղ նաև կարող է դա է խնդիրը։ Նաև խնդիր կարող է լինել այստեղ ամուսնության հետ կապված, հարսանիքի այդ գործերն եք կարող անում, խճճվել եք այդ գործերի մեջ, չգիտեք որը սկսեք, որը ավարտեք։ Նաև մի խոսքով ինչ որ մի բան է, որ կարող է նաև ձեր երկրորդ կեսը, եթե դուք ամուսնացած եք կամ ընտանիքի անդամներ, ձեզ աջակցեն եւ այդ խնդրից դուրս գաք, այդ լաբիրինթից դուրս գաք։ Նաև ոմանց համար այդ օրը ամուսնության առաջարկ է սա նշանակում, կարող գնալ հարսանիքի կամ ամուսնության հարսանիքի հրավեր ստանաք այդ օրը կամ դեր հարսանիքն է, այդպես դուք եք խառնվել, խճճվել իրար, նաև կամ կարող ձեր երեխայինն է, այդպես էլ էլի խճճվելը հնարավոր է։ Կամ տանը շատ կարևոր որից է իրադարձություն է, կամ ընտանիքի, ամուսինների միջև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղների։ Ինչ է սպասվում աքաղներին փետրվարի 2-ին։ Այստեղ խորամանկ մարդիկ են կամ միգուցե դուք պետք է լինեք, բայց խորամանկ, ինչ որ կարող աշխատանքի հետ է դա կապված, կարող է ձեր կարիերայի հետ է կապված։ Ամեն դեպս ինչ որ միջով պետք է խորամանկ լինեք այդ օրը։ Նաև խաբեություն է սա, կարող ձեզ առաջարկում են օրինակ աշխատանք կամ այնպես են անում օրինակ, որ դուք ձեր աշխատանքի մեջ փոխեք ձեր ուղին, կամ ինչ որ բան եք որոշել անել եւ ձեզ ոնց որ շեղում են ձեր ուղուց։ Նաև ոմանք այդտեղ շատ աշխատանք ունենան, բայց եթե պատվիրով եք աշխատում, այստեղ պետք է ուշադիր լինեք, օրինակ կարող է խորամանկ մեկը փորձի պատվիրել, գումար այդ պահին չտա, հետո էլ արդեն ընկնելու եք հետևից, որ գումար ստանաք։ Կամ դուք պետք է ոնց որ աշխուժ լինեք, մի քիչ խորամանկ լինեք, որ կամ աշխատանք գտնեք այդ օրը, թե աշխատանք եք փնտրում, կամ նաև աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված ինչ որ հարցեր լուծեք այդ օրը։ Սա նաև կարգավիճակի բարձրացում է, կարող է օրինակ երկուշաբթի օրվանից արդեն պետք է ուրիշ կերպ սկսեք աշխատել, առաջ խաղացում ունեք եւ դուք եւս, պետք է ձեր մեջ սերմանեք այդ խորամանկությունը, որ կարողանաք այդպես սկսել աշխատել։ Եվ ուղղություն է, որը այդ օրը կընտրեք, ձեզ համար միգուցե աշխատանքի հետ է կապված այդ ուղղությունը, միգուցե գործունեության, միգուցե մեկ այլ հարց է, որ ասում եք այսպես եմ անելու, եւ այդ օրը փորձեք այդպես շարժվել առաջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 8-ին։ Այդտեղ մանրուքներ են, որոնց մեջ կմտնեք, կխոսեք, մանր խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք։ Սա նաև պետք է մանրակրկիտ նաև ուսումնասիրել ինչ որ մի հարց այդ օրը, միգուցե այդ աղջիկը այդ է կապված, միգուցե աշխատանքի առաջարկում եւ պետք է լավ մանրակրկիտ մի հատ նայել, տեսնել, ինչ է առաջարկում ընդհանրապես ձեզ։ Նաև սա կարող է այդ աղջիկն է ձեզ համար օրինակ աշխատանքի վայրում մանր խնդիրներ ստեղծում կամ մանր գործեր է տալիս, որ դուք անեք, ինչ որ փոքր մի բան այնտեղ, ինչ որ մի փոքր բան, միգուցե նաև պատվիրում է։ Կամ մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք այդ օրը յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր առաջարկ, այդպես։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Ուսման հետ է կապված, նաև կարող է այստեղ
Ոմանք զաքսավորվում են, պատրաստում են օրինակ երկուշաբթի զաքսավորվել այս աղջիկա հետ, կամ այդ աղջիկն է զաքսավորվում, կամ գաղտնիք է բացահայտվում իր մասին, նաև ինքն է բացահայտում, որ չէ գաղտնիք ձեզ համար։ Եվ սա նաև չի բացառվում, հա, որ ձեր մենեջերը լինի, օրինակ, եթե դուք այդ օրը աշխատում եք։ Նաև կամ այդ աղջիկն է ձեզ օգնելու, որ փոխեք ձեր կյանքի էջը, այսինքն սկսեք ուրիշ ձև ապրել, կամ իր մոտ է ոչ փոփոխություն տեղի ունենում, գուցե ձեր աղջիկն է։ Նաև այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի կամ շատ աշխատանք ունենաք, կամ հարցազրույցի գնաք, կամ ոչ առաջ խաղացում է ձեր աշխատանքում, որ նա պետք է երկուշաբթի օրվանից օրինակ արդեն պետք է ուրիշ կերպ աշխատեք։ Նաև պատվերներ են դրանք, կամ նոր ինչ-որ մի բան կարող եք սկսել աշխատել, նոր ինչ-որ բան անեք, գուցե այդ աղջիկա հետ եք անում, ինչ-որ բաներ եք անում, կամ սովորում եք այդ աղջկանից եւ դա ձեզ համար դարձնում, օրինակ, ոչ գործունեություն, սկսում եք դուք էլ անել, այդպես աշխատանք եք դարձնում, ոնց որ օրինակ YouTube-ից նայեք ինչպես են տորտ պատրաստում, տորտը պատրաստեք եւ վաճառեք, այդպես ձեզ համար աշխատանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, նաեւ խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 8-ին։ Այդ օրը շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ։ Խոսակցություններ, բամբասանքներ, նաև կարող ձեր հասցեին է, կարող է դուք եք ինչ-որ մեկին հետ ինչ-որ բան կիսվում, ինչ-որ մի հարցի վերաբերյալ։ Նաև սա լեզվակռիվ է, պետք է ուշադիր լինեք, որ չվիճեք։ Եվ տեսնենք, ով է այս տղամարդում հետ կարող եք այդ օրը հանդիպել կամ շփվել։ Հեռվից է, գուցե հեռու է ապրում, կարող է օրինակ սոցցանցերով եք շփվում, գուցե իր մասին եք ոչ թե տեղեկատվություն իմանում, կամ այս մարդը ձեր ցանկությունները կատարում է։ Նա այնպես է անում, այս մարդու շնորհիվ նաև ձեր ցանկությունները կատարվում են, օրինակ ուզում եք ընդունվեք աշխատանքի, եւ դա տնօրենն է, որ աշխատանքի ընդունվում կամ ինչ-որ մի բան եք ուզում փոխել ձեր աշխատանքի վայրում, օգնում է ձեզ, ձեր ամուսինը կարող է լինել, եղբայրը, ով որ իրոք կամ հեռվում է ապրում, այնպես կարող ձեզ գումար նաև փոխանցել, կամ ինչ-որ մի նորություն կիմանաք իր մասին։ Եվ այդ օրը գումար կստանաք կամ էլ կծախսեք։ Ուրեմն ինչ-որ մեկի հետ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։